Ողջույն հարգարժան տիկնայք եւ պարոնայք, առաջին լրատվականի եթերում քննարկումն է։ Այսօրվա քննարկումը նվիրված է լինելու ժողովրդավարության եւ պետության դիմակայունության խնդիրներին հունիսի 7-ին ընթառաջ։ Մենք այլևս չենք վիճում, որ ժողովրդավարությունը անվտանգության հաշվին չի կարող լինել, ինչպես եւ հակառակը։ Ավելին Հայաստանի պարագայում եւ ընդհանրապես դրանք ոչ միայն փոխլրացնող են, այլև փոխադարձաբար ուժեղացնող գործոններ են։ 22 թվականը, 23 թվականը ցույց տվեց, որ Հայաստանը ուղղակի չէր դիմանա, եթե առնվազն սահմանային ժողովրդավարություն իր բոլոր անկատարություններով եթե չունենար։ Ժողովրդավարությունը ուժ է։ 24 թվականի ապրիլի 5-ից, երբ Բրյուսելում հանդիպեցին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը եւ այն ժամանակվա Միացյալ Նահանգների պետքարտուղար Անթոնի Բլինքենը եւ համատեղ հռչակագիր ստորագրեցին, այնտեղ մի քանի տեղով գնում էր մի շատ կարևոր բառ անգլերենով resilience, որը նշանակում է դիմակայունություն։ Այսինքն առնվազն փաստաթղթավորվեց Հայաստանի կարևորագույն խնդիրը, որը մինչ օրս լուծված չէ եւ այդ լուծումն էլ process է պահանջում։ Դա մեր դիմակայունությունն է։ Մենք տեսնում ենք, որ Հայաստանը թիրախավորված է եւ հիմա ըստ էության արած գործերի քննությունն է հանձնելու ընտրություններին։ Հունիսի 7-ին։ Ընտրություններ, որոնք ընթանում են արդեն իսկ նախընտրական այս ժամանակաշրջանը եւ հենց բուն ընտրական process-ը հիբրիդային ճնշումների ներքո, այո, հիբրիդային պատերազմի պայմաններով։ Երբ այդ հիբրիդային պատերազմում մասնակիցները նույնիսկ ներսի շատ որոշակի եւ հայտնի բոլորիս շրջանակներ։ Եվ այս պատերազմում նրանք խրամատի մեր կողմում չեն, այլ հակառակ կողմում։ Դե փորձենք հասկանալ, թե մեր պետությունը իր դիմակայունության խնդիրները, ժողովրդավարության ամրության խնդիրները, անշրջելիության երաշխավորման խնդիրներն ինստիտուցիոնալ մակարդակով ինչպես է լուծել եւ մնացած ժամանակաշրջանում ինչ ունի անելու։ Եվրամիությունը Հայաստան է ուղարկել արդեն երկրորդ առաքելությունը, որը հենց Հայաստանի ինստիտուցիոնալ դիմակայունության հարցերը պետք է լուծի։ Սակայն այս ամենը, այո, երկկողմ երթևեկության փողոց է, Հայաստանն էլ իր անելիքն ունի։ Օգնում են նրան, ով ուզում է ինքն իրեն օգնել։ Փորձենք հասկանալ եւ այսօրվա քննարկման մասնակիցներն են Հանուն Հանրապետության կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը, ողջույն Արման։ Մենք նոր մասնակից ունենք, որը Հանուն Հանրապետության կուսակցության ցուցակում է, նախկին առողջապահության նախկին փոխնախարար, առողջապահության համաշխարհային կազմակերպության բարձրաստիճան նախկին պաշտոնյա եւ հանրային առողջապահության կազմակերպիչ, կառավարիչ եւ կառավարման մասնագետ Թաթուլ Հակոբյանը, ողջույն Թաթուլ։ Եվ վերջապես նախկին խորհրդային այլախոհ եւ քաղբանտարկյալ Գերագույն խորհրդի եւ ազգային ժողովի նախկին падգամավոր եւս մեր կուսակցության ցուցակի անդամ եւ տեխնացու Ազատ Արշակյանն էլ, ողջույն Ազատ։ Բարև ձեզ։ Դե ինչ, Արման, մենք այս մասին մենք խոսում ենք դեռ ավելի վաղ, քան ապրիլի 5-ն էր 24 թվականի, եւ շատ ուրախացանք, երբ խնդիրը վերջապես ֆիքսվեց։ Եվ ի հայտ եկան, թե ովքեր են մեր դաշնակիցներն այդ խնդիրը լուծելու եւ ովքեր են դրա հակառակորդները, ովքեր ամեն ինչ անում են, որպեսզի Հայաստանը այդ պատշաճ դիմակայունությունը չցուցաբերի։ Դրանից անցել է ավելի քան 2 տարի, շատ բան է տեղի ունեցել այս ընթացքում, Հայաստանը անշուշտ ձեռք է բերել դիմակայունության որոշակի մակարդակ, որը անհրաժեշտ է, բայց ոչ բավարար։ Ձեր գնահատականը։
որևէ պետություն երբեք չի կարող ասել, որ բավարար մակարդակի կամ բավարար չափով ժողովրդավար է, որտեղ կարծում եմ, որ ժողովրդավարությունը անընդհատ գործընթաց է, հատկապես մեր նման երկրների համար, մանավանդ որ ժողովրդավարությունը նոր իմաստ եւ նոր նշանակություն է ստանում մեր ժամանակներում, Հայաստանի համար հատկապես օրինակ անվտանգային, որովհետեւ կասկած չկա, որ այսօր հավասարազոր եւ համազոր բառեր են պետականությունն ու ժողովրդավարությունը, չկա ժողովրդավարություն չի լինելու հայկական պետականություն, չկա ժողովրդավարություն չի լինելու անվտանգություն, ըստ էության ժողովրդավարությունը դարձավ այն միջոցը, որով միջազգային հանրությունը սկսեց անվտանգային հարցեր քննարկել Հայաստանի հետ, ժողովրդավարությունը դարձավ այն միջոցը, որով Հայաստանը ընդհանուր լեզու գտավ միջազգային այն գործընկերների հետ, ում համար Հայաստանի անվտանգությունը դարձավ օրակարգային հարց եւ ձեր նշած 2024 թվականին նախորդած ամբողջ ժամանակահատվածը, երբ մենք եվրոպացի եւ ամերիկացի մեր գործընկերների հետ բաց տեքստով քննարկում էինք մեզ պատուհասած մարտահրավերները Ռուսաստանի հայտնի այսպես գործողություններից հետո այդ հնարավորությունը մեր առաջ բացվեց, որովհետեւ Հայաստանը նաեւ իր նվիրվածությունն էր հայտնել ժողովրդավարությանը եւ հատկապես աղետալի պատերազմից հետո 21 թվականին տեղի ունեցած ընտրություններում ժողովրդավարական այդ գործընթացները իրապես արևմուտքին մեր արևմտյան գործընկերներին լիահույս դարձրեցին, որ այսպես միանգամյա ցանկություն չի հայ ժողովրդի մոտ ժողովրդավարական ընտրությունը, հատկապես 2018 թվականի հեղափոխությունից հետո, որ այդ նվիրումը հետևողական նաև ջանք եւ աշխատանք է ենթադրում եւ հայ ժողովուրդը պատրաստ է այդ ճանապարհով անցնել։ Սա չափազանց կարեւոր է, ես հիշում եմ նախորդ գումարման ազգային ժողովում, 7-րդ գումարման ազգային ժողովում անընդհատ է առիթով ելույթներ էի ունենում եւ գործող իշխանության շատ ներկայացուցիչներ այն ժամանակ հակադարձում էին իմ համոզումն էր, որ ժողովրդավարական ինքնին գործընթացները վաղ թե ուշ արտաքին քաղաքական ընտրության առաջ են կանգնեցնելու, որտեղ չի կարելի լինել ժողովրդավարության այսպես ջահակիր եւ արտաքին քաղաքական փոփոխության չընթարկել այդ ձգտումը, ասում էին, որ օրինակ մեր ժողովուրդը մեզ չի պատվիրել եւ չի առաջադրել արտաքին քաղաքական կուրսի փոփոխություն։ Ժամանակը ցույց տվեց, որ ամեն ինչ եկավ իր տեղը ընկավ եւ մենք հասկացանք, որ ժողովրդավարության կապիտալիզացիան անվտանգության ոլորտում հնարավոր դարձավ հենց արևմուտքի հետ ուրեմն աշխատանքի շնորհիվ եւ մենք կարծում եմ դերևս հենց ժողովրդավարության նաեւ հաշվին դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու, այդ թվում նաեւ Եվրամիության հետ ինտեգրացիան եւ հերանեկարում նաեւ անդամակցությունը հնարավոր է բացառապես ժողովրդավարության հաշվին եւ ժողովրդավարության շնորհիվ։ Թաթուլ, երբ մենք խոսում ենք դիմակայունության մասին, շոշափեցինք արտաքին ասպեկտները, բայց այս ամենը նաեւ ներսում որակական փոփոխությունների աշխատանք է ենթադրում, դուք երկար տարիներ աշխատել եք պետական համակարգում, ինքներդ կառավարման մասնագետ եք եւ ոչ միայն հանրային առողջապահության, այլև ընդհանրապես պետական կառավարման, հանրային կառավարման ձեր նաեւ որպես բժիշկ, ձեր այսպես դիագնոստիկ գնահատականը ներկայիս այս պետական մեքենայի, որը որքան էլ որ խոսենք, խոսքը գործ է դարձնում միայն համակարգ, առանց համակարգի խոսքը խոսքել մնում է, համեցեք։ Շնորհակալություն։ Վերջին 15 տարվա ընթացքում, սա իմ առաջին 15 տարի ես չեմ եղել հանրային եթերում, որովհետև ի պաշտոնե, երբ աշխատում ես ՄԱԿ-ում, դու չես կարող զբաղվել քո երկրում հասարակական քաղաքական գործունեությամբ։
Չես կարող նույնիսկ քո երկրի անունը հնչեցնել որևէ համաժողովում կամ որևէ տեղ, որտեղ շահեր կան, հա, դա շահերի բախում է։ Եվ ես շատ ուրախ եմ այսօր առաջին անգամ վերջապես այն պահից, երբ ես Մենք աշխատանքի որ հենց այս եթերով դուք փաստորեն եւ վերադարձա Հայաստան, աշխատանքս ավարտեցի այնտեղ եւ հիմա որոշեցի զբաղվել հասարակական քաղաքական գործունեությամբ եւ իմ հերոստատիտողներին ասեմ, որ իմ որոշումը, իմ քաղաքացիական դիրքորոշումը հետեւյալն էր, որ ես մասնակցել եմ Եվրաքվեին, ինքս ստորագրել եմ եւ ես լինելու եմ այնտեղ, որտեղ Եվրաքվեի ջատագովներն են, հա? Տվյալ դեպքում հանուն հանրապետության կուսակցությունը։ Եվ ինչ վերաբերում է հարցին, հա, հիմա անցնենք հարցին։ Ես ուզում եմ շարունակել այն ինչ որ Արմանն ասաց, ժողովրդավարությունը պարբերաբար քննություն է անցնում։ Պարբերաբար։ Եվ եթե ինստիտուտները չեն գործում, եթե դրանք ամրապնդված չեն, եթե այդ դիմակայունությունը ամուր չէ, ապա այն կարող է խաթարվել։ Իհարկե կարող է ժամանակավոր խաթարվել, որովհետև մարդկանց մոտ կարող է առաջանալ այնպիսի տպավորություն, որ սա թույլ համակարգ է, տեսեք եվրոպական երկրներում, Եվրամիության երկրներում, շատ երկրներում, ես 15 տարի աշխատել եմ Եվրոպայի տարբեր երկրներում, 2 տարին մեկ ընտրություններ են, որովհետև 4 տարի ոչ մի կառավարություն չի։ Թվում է, թե սա թերություն է այդ համակարգի, բայց դա նաև այդ համակարգի մաքրման գործընթացն է, որովհետև եթե կառավարիչները պատշաճ ձևով չեն կառավարում, նրանց հեռացնում են։ Նրանց հեռացնում են։ Մարդիկ դուրս են գալիս եւ պահանջում են, որպեսզի կառավարությունը փոխվի, գնում են նոր ընտրությունների եւ այդպես շարունակ։ Դեպք կա, եթե թույլ տտակ Բելգիայում օրինակ տևական ժամանակ կառավարություն չկար, բայց համակարգն այնքան համակարգը այնքան ամուր էր, որ գործում էր առանց կառավարիչների, առանց կառավարության ամեն ինչ աշխատում էր այդ երկրում։ Տնտեսությունը, ծառայությունները ոչ մի, այսպես ասած, խնդիրներ, ոչ մի խնդիր չառաջացավ։ Հիմա որպեսզի մենք հասկանանք, թե ինչպիսին է Հայաստանի դիմակայունության վիճակը եւ գնահատենք, ես կարծում եմ պետք է դիմենք քաղաքագիտական հիմքերին, հա, ինչն է պետության հիմնական գործառույթները եւ այդտեղ բաղդատենք եւ գնահատենք, բնավորում դա կարող է լինել նաեւ մեր սուբյեկտիվ գնահատականը։ Այսինքն առաջին կարևոր գործառույթը պետության, դա պետության ներքին եւ արտաքին անվտանգությունն է։ Իր քաղաքացիների եւ մարդկանց, որոնք գտնվում են այդ աշխարհագրական այդ վայրում, որը իրենք կոչում են պետություն։ Եվ նաեւ մարդկանց, որովհետև կարող են լինել ոչ քաղաքացիներ, քո պետության մեջ կարող են լինել այցելուներ, տուրիստներ, փախստականներ, բազմաթիվ որը քաղաքացիություն չունեն։ Եվ այդ կոնտեքստում մյուսը, թե ինչպես է պետությունը պաշտպանում իր քաղաքացիների իրավունքները այլ պետություններում, իր քաղաքացու իրավունքները։ Սա առաջին կարևորագույն գործառույթն է պետության։ Հիմա եթե մենք հարցնենք, մենք այս առումով մեր պետությունը ինչպիսի դիմակայունություն ունի, ես կարծում եմ, որ կարող ենք ասել, որ անվտանգության, արտաքին անվտանգության խնդիրները փխրուն են, բայց կա դինամիկա, որը հնարավոր է, որ այս տարածաշրջանում հարևանների հետ հնարավոր լինի խաղաղություն հաստատել եւ խաղաղ պայմաններում համագործակցել։ Ներքին անվտանգության առումով ես կարծում եմ, որ այստեղ բազմաթիվ խնդիրներ ունենք։ Ինձ ավելի շատ անհանգստացնում է բարոյահոգեբանական մթնոլորտը։ Կոնֆլիկտերի, այսպես ասած, կոնցենտրացիան հասարակության մեջ։ Բազմաթիվ խնդիրներ, որոնք ազգային անվտանգության խնդիրներ են, թվում է, թե դա ներքին է, բայց ազգային անվտանգության խնդիր է, որովհետև հիմա ասելու եք առողջապահը իր ցավից է խոսում։ Հա, ես ասում եմ, տեսեք, մենք այնպիսի մի բարոյահոգեբանական մթնոլորտ ենք ստեղծել, որ ամեն ինչից կարող է կոնֆլիկտ ծագել։ Ցանկացած պահի, ցանկացած տեղ, ընտանիքում, փողոցում մարդիկ
հանրության մեջ հաշտ չեն ապրում եւ պատրաստ են ամեն ինչից բռնկվել ու կոնֆլիկտ ծարքել։ Մյուսը կոնֆլիկտաբաններ չկան, կոնֆլիկտի լուծումներ առաջարկողներ չկան։ Օրինակ հանրային հեռուստատեսությունը որպես այդպեսին պետք է հաղորդումներ ունենա եւ իրազեկի երիտասարդներին ցանկացած մարդու թե ինչպես պետք է խուսափել միջանձնային հարաբերություններում այդ կոնֆլիկտներից։ Մյուսը բոլորը գիտեն թմրամոլության այսօրվա մակարդակը ահագնացող է գործուն միջոցներ պետք է ձեռնարկել այդ այսպես ասած ախտը հասարակության միջից հանելու, դա շատ վտանգավոր է։ Մյուսը խաղամոլությունը, պատկերացնում եք, սրանք բոլորը հիվանդություններ են, հակումներ են, ալկոհոլիզմը, քաղցրամոլությունը, մարդիկ նույնիսկ դիաբետի մասշտաբները գիտեք, դրանք հակում է, մարդիկ չեն դժվարություն ունեն այդ հակումներից հրաժարվելու։ Ներքին անվտանգության առումով ես կարծում եմ մենք բավականին լուրջ խնդիրներ ունենք եւ մարդու, այսպես ասած, անվտանգության ապահովման առումով, ներքին անվտանգության եւ ապահովման առումով։ Ես միգուցե խոսքը տանք հարգելի մեր պարոն Արշակյանին, ես հետո եթե առիթ կլինի կշարունակեմ այլ գործառույթների տեսնելով մինչև պարոն Արշակյանին փոխանցելը ընդհանրապես այսպեսի խոսք կա, բոլոր քաղաքականությունները ներքին են։ Եվ հետևաբար ներքին դիմակայունությունն է եւ դիմադրողունակությունն է պայմանավորում մեր արտաքին անվտանգության մակարդակը։ Հնարավոր չի լինել ներքին իմաստով պակաս դիմադրողունակ, բայց արտաքին սպառնալիքներին ի վիճակի լինել ուրեմն դիմակայել։ Հետևաբար ներսի մեր խոցելիության աստիճանն է նաև մեր հակառակորդներին մտածել տալիս եւ գայթակղում ուրեմն անվտանգության սպառնալիք ստեղծել Հայաստանի համար։ Հետևաբար մեր արտաքին սպառնալիքներին դիմակայելու ընդունակությունը ուղղակի կապված է մեր ներքին պետության առողջության, պետության առողջական վիճակի ոչ մենք քաղաքացիների կներեք, ոչ մենք քաղաքացիների առողջության, ամբողջ մեր բնության, պետական համակարգի, շրջակա միջավայրի, ֆիզիկական միջավայրը, հոգեբանական վիճակը, այս համավարակից հետո հոգեկան հիվանդությունները կարող են այսպես ասած արթնանալ, հա, գլուխ բարձրացնել։ Պետք է շատ ուշադիր լինել հիմա հասկանալու համար, թե ինչ միտումներ կան հասարակության մեջ։ Եթե մենք չունենք առողջ հասարակություն, մենք չունենք առողջ անհատ եւ քաղաքացի, մենք շատ խոցելի ենք։ Դե կարծես նաև մեր հակառակորդները, որոնք հիբրիդային այս հարձակումների են ենթարկում մեր հասարակությանը, նաև հասարակության հոգեկան առողջության վրա ազդելու եւ նրա կամային հատկությունների վրա շեշտակիորեն այսպես ճնշում գործադրելու նպատակով առաջացնելու անորոշություն առաջացնելու խոճապ այ մենք այսուք այսպես իշխանության նկատմամբ անհավատություն եւ անվստահություն առաջ բերելու նպատակ ունի, որը էականորեն կապված է ժողովրդավարության հետ։ Եթե կհիշեք, պարոն Արշակյան, հատկապես 44-օրյա պատերազմի նախորդած եւ հաջորդած ժամանակահատվածում ժողովրդավարությունը ամենամեծ թիրախն էր, որպես թույլ համակարգ, որպես Հայաստանի համար ընդհանրապես խնդիրներ ստեղծող համակարգ, որը չապահովեց անվտանգություն, որը ասվում էր, որ չի ապահովելու անվտանգությունը մինչև պատերազմը, այսինքն սա էլ նպատակադրված կոնկրետ գործողություն եւ քաղաքականություն էր։ Ժողովրդավարությունը տեսեք դուք տոտալիտար ռեժիմի պայմաններում ասել եք բաներ, որին հասարակության մեծ մասը այդ պահի դերությամբ ուղղակի անհաղորդ էր։ Եվ մեկ գոնե ես հիշում եմ հորս հետ մենք խոհանոցում ձայներ էինք լսում, հա, անտենան մինչև առաստաղ բարձրացրած Ամերիկայի ձայնը։ Այո, բաներ էինք լսում BBC, հա, եւ այլն, ազատությունն ավելի քիչ, բայց Ամերիկայի ձայն, BBC, այո, լսում էինք, ես դպրոցական էի եւ
ասվում էին բաներ, որոնք այն ժամանակվա եղած տեղեկատվական դաշտում չկային եւ ինչ-որ բաներ էինք իմանում, հետո հիշում եմ քննարկվում էր այդ ամենը։ Խոհանոցային քննարկում։ Եվ այլն։ Դուք կիսաձայն լուր։ այո, միայն խոհանոցում, որը չէր հաղորդակցվում հարևանների։ Դա տոտալիտար ռեժիմներ, դրանով է տոտալիտար ռեժիմ։ Դուք այս այդքան հալածանքների ենթարկվեցիք ոչ միայն Հայաստանի անկախության գաղափարի, այլև ժողովրդավարության գաղափարի համար։ Հիմա Հայաստանը եւ անկախ է եւ գնում է ժողովրդավարության անշրջելիության ապահովման ճանապարհին բախվելով բազմաթիվ խոչընդոտների եւ հիմա մեր հերթական քննությունն է հունիսի 7-ի դրությամբ, հա։ Այդ ձեր անցած ճանապարհի, այսպես ասենք, բարձունքից այս պահի դրությամբ հա ստոպ կադրում ինչ եք տեսնում եւ ինչ անելիք եք տեսնում, հա, Հայաստանի ներսում։ Համեցեք։ Ժողովրդավարությունը երբ թիրախավորվում է, դա ընդհանրապես զրպարտություն է։ Ժողովրդավարությունը թույլ չի, ժողովրդավարությունը հետադիմություն չի։ Մենք դասական այսօրվա ընդունված հայտնի ժողովրդավարություն 850 տարեկան է։ Մենք գիտենք հունահռոմեական այդ ռեսպուբլիկան, իդեպ մենք առաջ անգամ շփվել ենք ռեսպուբլիկայի հետ եւ ռեսպուբլիկան Հայաստանը, հայկական պետությունը իդեմս Տիգրան Մեծի ճանաչեց որպես դաշնակից պետություն, ռեսպուբլիկա, այսինքն եթե վերցնենք այդ 850 տարվա պատմությունը, ժողովրդավարությունը նվաճեց աշխարհը նվաճվել է Անգլիայի ազատությունների խարտիան, ազատությունների մեծ ազատությունների քարտը, հռչակագիրը, ուրեմն փոքրիկ կղզին Անգլիան, Ֆրանսիայի, Գերմանիայի, իմպերիայի այն ժամանակ այդ համատած թվում էր թե ընդհանրապես ռեսուրսազուրկ թույլ մարգինալ պետություն։ Բրիտանիան, որ միայն ոչխար եւ արոտավայր ուներ, աշխարհը նվաճեց կառավարման այս համակարգի ժողովրդավարության միջոցով։ Իմ ընկերը փոխանցում արից ես ուզում եմ դրանից օգտվել, այդ իրադրությունը կյանքը անընդհատ փոփոխվում է։ Ասենք որևէ Ռամզես երկիրը տանում է դեպի լճացում։ Պատկերացնում եք մարդիկ երրորդ սերունդը ծնվում էին, գիտեին, որ թագավորը դա Ռամզեսն է։ Ես հերրուի օրինակ եմ բերում, էլի, որ վիճը քիշներ է։ Այդպիսի Ռամզեսներ կան Ուրեմն պատկերացնում 2, 3, 4 տարի մեկ երբ կյանքը փոխվում է, նոր սերունդ է գալիս, նոր ծրագրեր են գալիս, այդ ծրագրեր են գալիս զարգացման փոփոխությունների ծրագրեր են գալիս, իշխանությունը պահպանողական է։ Ինքը ինչ որ գիտեր դա է անում, ուրեմն նույնիսկ այդ փոփոխությունները բարբերաբար կամ հաճախակի դա հենց առողջության հետևանք է եւ առողջացնող է։ Ես այս փոխանցումը օգտագործեցի հիմա բուն հարցին։ Ես կարծում եմ, որ համենք ձեր զրույցը այնքան հետաքրքիր էր, որ ես գլխով էի անում պարոն Մեհրաբյանին, ասում եմ թող շարունակել, մենք մի քիչ էլ լսենք։ Դե մենք ավակի ձեր այսպես ասած հաջողություններ են գնալու։ Մեր համակերները թողի մնան, որ մենք նաև ընկերներ ենք։ Այո։ Ուրեմն պատկերացրեք հանուն ինչի։ Այս օջախը հանուն բառն է սկսած հանուն հանրապետության, չէ։ Ուրեմն հանուն ինչի է պետք պետությունը։ Հանուն ինչի է պետք ժողովրդավարությունը, հանուն ինչի անվտանգություն, հանուն ինչի զարգացում, ուրեմն մի կարևոր բան կա, մեր պետությունը, հայկական պետությունը, ուրեմն ինչ որ բան պետք է ունենա, առաքելություն չասեմ, հա, առաքելությունը մի տեսակ բան կա, վերևի հետ է կապված, ուրեմն այդ մենք մեր ֆունկցիան, հա, գործառույթը, որ աշխարհիկ լինի, հիմա մեծակ մոդա չէ՞ այդ գործառույթ ասել, ֆունկցիա ասել, գործառույթը, այդ գործառույթ կստանա մեր ժողովուրդը։ Հիմա օրինակ հայկական պետության գոյությունը
տեսեք մենք այ շատ մտահոգված ենք։ Ընդհանրապես մենք այս մեր քարյակը եւ տեսախցիկի մոտի երիտասարդը մենք կենսախինդ մարդ ենք։ Աշխուժ մարդ ենք, բայց մտահոգություն կա։ Խորը մտահոգ։ Այո, մտահոգված ենք, որովհետեւ այ ուզում ենք ճիշտ տեղում գտնել մեր գործառույթը, հանկարծ մենք էլ չզրպարտենք մեր ժողովրդին, չմոլորեցնենք, այդ ո՞րն է մեր գործառույթը, տեսեք կա պետությունը, այդ բոլոր վտանգների, սպառնալիքների, մարտահրավերների դեպքում կա, նույնիսկ մենք շատ ենք բողոքում, դժգոհում, որ հնարավորությունները կառավարման գործի շատ են, բայց մենք դեք դա լավ չենք անում, դրա համար ասում ենք շուտ մենք այ ինչ է, մենք ցուցակագրվեցինք, մենք Թաթուլի հետ, դուք ձեր գործը դա է, դուք երկուսով պարտավոր եք դա անել, որտեղ դուք ունեք նաև գործընկերներ կուսակցական պարտավորություններ, մենք միացանք ձեզ ինչի համար, որովհետև գիտեք այս ինչ որ 7 ամսի 7-ից հետո Հայաստանը ամրանալու է, ամրապնդելու է իր անվտանգությունը, զարգացման նոր թափ է վերցնելու, թե գնալու է դեպի լճացում, կորցնելու է գործառույթ։ Այ գործառույթ ինձ մեր շտաբի պետը մի քանի օրից Գերմանիայի մասին էին խոսում, ես ասացի, որ դա Վերմախտի սպաների հետ եմ կալանավայրում եղել եւ այլ ինքը ասեց, ասես Գերմանիան ունի ինքնագնահատականի մեջ կա կարգապահություն եւ խնայողություն, չէ։ Գերմանացի, որ ասում ես, հասկանում ես, կարգապահ եւ խնայող։ Չէ, ասեց մերը որն է։ Ու ես դժվարացա։ Դե ես պատմեցի, ասեցի, գիտես Գրիգոր Նարեկացի կոմիտաս։ Այն բայց ես հիմա ուզում եմ գտնել մեր նկարագիրը, մեր ինքնությունը, ոնց ենք ձևակերպել, այդ դրանից կբխի գործառույթը, պահպանել կոմիտաս, այ կոմիտասի ժառանգությունը պահպանելը, աշխարհին ցույց տալը, աշխարհին տալ կոմիտաս, Գրիգոր Նարեկացի, չէ, շնորհալի Մոսես Խորոնացու գրածը ցույց տալ, չէ կամ ասել տեսեք մեզ ոք Մաշտոցը ինչ է հնարել, այսինքն որպես մշակութային հատուկ կենտրոն, բացառիկ կենտրոն, առանձնահատուկ քաղաքակրթական, այո, այ հիմա դա պահպանելը, այ ես ուզում եմ գիտեք ու մի քիչ տարիքից է գալիս, հա գիտեմ, չէ երևում է, որ ես տարեցել տարիքից ուզում եմ խնայողական։ Ես մտածում եմ, որ արդեն կա չէ ժառանգությունը, մեր ինքնության ժառանգությունը։ Այ մենք աշխարհի համար պահպանում ենք դա, մենք պահապանն ենք քաղաքակրթության այդ հատուկ բաժնի, ուրեմն այսինքն արտահանման գործառույթ մենք ինչ կարող ենք, ինչի համար ենք մենք պահում մեր պետությունը, սպառում ենք ահագին բաներ, չէ, որովհետև քաղաքակրթությունը առանց մեզ լինելու է գործ, առանց ոչ ամբողջական, գործառույթը, չէ, մենք հիմա ժողովրդավարությունը որպես գործիք, պետությունը գործիք, հանուն մեր հայապահպանություն։ Ես կարևոր բան եք ասում, պարոն Աշակյան, եթե թույլ տաք։ Ես կարծում եմ, որ շատ այլ ժողովուրդներ, օրինակ եվրոպական, գուցե կարող են իրենց թույլ տալ մեծ քաղաքակրթական ժառանգության կրող լինելով, օրինակ նացիստական լինել կամ ազգայնական լինել եւ հրաժարվել օրինակ ժողովրդավարական իրենց բնույթից։ Մեր ինքնությունը պահելու եւ աշխարհին մեր խոսքը ասելու եւ մեր տեղը ընդգծելու միակ հնարավորությունը մեր այս ժողովրդավարական նաև էության մեջ է։ Առանց ժողովրդավարության կիսատ եւ անհասկանալի է այն ժառանգությունը, այն քաղաքակրթական ամբողջ
հետագիծը, որ մենք բերել հասցրել ենք այստեղ։ Մենք տեսեք վերջին տարիներին առանձնահատուկ հայ ժողովրդի նկատմամբ ընդգծումներ եղան աշխարհում։ Տեսեք Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների խորություն սկսվեց ժողովրդավարության նաև շնորհիվ։ Եվրամիության հետ մենք այդպիսի խորություն կարողացանք հաստատել կրկին ժողովրդավարության շնորհիվ։ Ես ուզում եմ, որ մենք հիշենք Ֆրանսիայում ընդամենը 2 տարի առաջ Միսակ Մանուշյանի եւ իր տիկնոջ աճյունները երբ տեղափոխվում էին ուրեմն Պանթեոն, ինչպիսի ներկայացում էր համաֆրանսիական եւ ինչպիսի հարգանք էր հայ ժողովրդին տրվում ոչ միայն ֆրանսիացիների, այլև ամբողջ Եվրոպային ցույց տալու հայ ժողովրդի նշանակությունն ու կարևորությունը։ Եվ այստեղ դուք շատ կարևոր մի բան ասացիք, պետություն, որն ունի առաքելություն, որն ունի անելիք, ես հատկապես պիտի ուզեի, որպեսզի Սփյուռքի մեր հայրենակիցների գլխավոր մտահոգությունը Հայաստանի պահպանման, Հայաստանի առաջխաղացման, Հայաստանի մասով վերաբերել բացառապես ժողովրդավարությանը, որ ցանկացած հակաժողովրդավարական քայլին իրենք ամենաառաջինը արձագանքեին եւ լինեին մեր քաղաքացիների եւ մեր ազատությունների կողքին։ Մենք մեզ պետք է Սփյուռք, որի մտահոգությունը հայկական պետականության հարատևությունն է, իսկ ժողովրդավարությունը դրա սնուցողն ու ոռոգողը։ Ես շատ պիտի ուզեմ, որպեսզի երբ տեսեք մարտի 1-ի իրադարձություններին Սփյուռքը այդպես էլ մնաց անահորտ։ Որևէ սփյուռքյան կազմակերպություն բացի հնչակյան կուսակցությունից, որը առաջին օրից նաև աջակցում էր ընդդիմադիր Լևոն Տեր-Պետրոսյանի շարժմանը, ընդհանրապես ծպտուն նույնիսկ չհանեցին։ Մինչդեռ մենք ահռելի հետընթաց չդատապարտեցին բռնությունը, ժողովրդավարական, այդում եկեղեցի, ոչ Մայրաթորը, ոչ Կիլիկյան Մեծիտան Կիլիկիո կաթողիկոսությունը, իսկ Երևանի կենտրոնում 10 քաղաքացի էր անզեմ ցուցարար էր սպանվել, գնդակահարվել, ժողովրդավարության նկատմամբ գնդակահարություն էր տեղի ունեցել, ժողովրդավարությանն ուղղվող ժողովրդավարության վրա կրակել էին եւ սա չէր կարող ուղղակի չունենալ հետևանք։ Այ ես կուզեի, որպեսզի այդ առաքելությունը մենք կարողանանք հանուն, այո, ձեր հանուն անունը, ձեր անվանը գայթակղի չէ, մենք գայթակղվել ենք, մենք հրապուրվել ենք, այո, հրապուրվել ենք, գայթակղելու մի քիչ այլ բան, գաղափարներով ենք հրապուրվել, այո, հանուն, այս իմաստով տեսեք նայեք Սփյուռքյան նաև մի հատված կա, օրինակ Ռուսաստանի Սփյուռք եւ Արևմուտքի Սփյուռք։ Ռուսաստանի ռուսահայ օրինակ մեծահարուստների այսօր դիրքավորումը մեր պետության նկատմամբ, երբ ռուսները եկել են, ասում են տվեք ձեր պետականությունը, թե չէ ձեր գազը կթանկացնենք։ Մենք գնում ենք։ Ուրեմն փոխանակ Ռուսաստանի հայերը Պուտինի դեմ մեր շահերը ներկայացնեն, գալիս են ասում են, մեզ սպառնում են Պուտինի խոսքերով, թե բա պիտի տակ պետականությունը, որտեվ գազը կթանկանա կամ մեր բիզնեսին այնտեղ բան կասեն։ Ուրեմն այս գիտակցումը մեզ պակասում է հատկապես օրինակ Սփյուռքի այս հատվածում եւ ես կարծում եմ, որ Հայաստանը անելիք ունի այս ուղղությամբ, մենք միշտ ինչ որ ակնկալիք ենք ունեցել Սփյուռքից։ Ժամանակն է, որ մենք սկսենք տալ։ Մենք պիտի այնքան լիքը լինենք այստեղ, որ մեր Սփյուռքի բոլոր գաղթօջախներին լիոլի կարողանանք բաշխել այս պետականության համ ու հոտը, որպեսզի իրենք զգան եւ միշտ իմանան հատկապես այս հարափոփող ժամանակներում, որ իրենք կարևոր հենման կետ ունեն, որ իրենք բոլորը այստեղ սպասված են եւ իրենք իմանան, որ ի տարբերություն այն հազարավոր, տասնյակ հազարավոր ազգերի, որ 200-ից մեկը հայ ժողովուրդն է, որ ունի պետականություն, ունի այս կարևոր միջազգայինորեն ճանաչված, այո, եւ սա պիտի փայփայենք ու գուրգուրենք եւ հանուն դրա ոչինչ չխնայենք։ Թափում Բայց բան հակապ ես լրացնելու բան ունի։
երբ որ պարոն Արշակյանը ասաց, որ մենք մտահոգ ենք, ես ասի խորը մտահոգ ենք, մենք մտահոգ ենք եւ մտախոհ, բայց ոչ այն եզրույթներով, ինչ որ օգտագործում են դիվանագետները երբեմն, չէ՞, երբ որ չեն կարողանում կամ իրենք համարում են դա դիվանագիտություն, այսինքն երբ որ պետք է ինչ որ դատապարտել որևէ ագրեսիա, հա, որևէ երկրի նկատմամբ կամ իրենք խորը մտահոգություն, մենք այդ մտահոգության մասին չենք խոսում։ Ես ուզում եմ որ շատ բարձ լինի, որ մենք հենց այնպես չենք ասում, որ մենք մտահոգ ենք, մենք այդ դիվանագետների կողմից օգտագործվող եզրույթները չենք օգտագործում, մենք իսկապես մտահոգ ենք եւ մտախոհ, որովհետեւ մենք պետք է կարողանանք հասկանալ, թե մենք ուր ենք գնում, հա? Մենք ինչպես ենք պատկերացնում մեր երկրի ընթացքը։ Եթե կան մարդիկ, որոնք պատկերացնում են, որ մենք խաչմերուկում ենք, գիտեք ինչ կա, ճանապարհներ բան անենք, լավացնենք, մենք էլ նստենք ճանապարհի եզրին, փող հավաքենք։ Հա? Հիմա երբ որ ես շարունակեմ երկրորդ գործառույթը պետության, դա ուրեմն բարիքների ստեղծում է, ապահովել դա տնտեսությունն է, ապահովել բարիքների ստեղծում, միջավայր եւ ամենակարևորը այդ բարիքների արդարացի բաշխում։ Այսինքն խոսքը նրա մասին չէ, որ պետք է հարուստից վերցնել տալ աղքատին։ Դա բոլշևիզմ է, հա, դրա մասին չենք խոսում։ Բայց այդպիսի տարանջատում եկամուտների, հա, երբ որ մենք ունենք մի քանի 100 ընտանիք, որոնք չգիտեմ, չեմ ուզում հաշվել որևէ մեկի փողերը, ընդ որում խորհուրդ չեմ տալիս որևէ մեկին, որովհետև երբեմն ինձ ասում են, թե ինչի ալեհեր չես, ես ասում եմ, ես մի քանի գաղտնիք ունեմ, շատ ալեհեր չես էլի, ասում եմ, գաղտնիքներից մեկն է, որ ես ուրիշի փողերը չեմ հաշվում, հա, հանգիստ եմ, բայց չի կարող այնպես լինել, որ այդպիսի տարանջատում լինի եկամուտների հասարակության մեջ, որ արդյունքի մեծ մասը 70-80% կենտրոնանա մի քանի 100 ընտանիքի ձեռքում։ Սա արդար չէ, սա նաև խարխլում է դիմակայունությունը։ Հետևաբար, եթե գնահատենք այսօրվա վիճակը, ասենք տնտեսության առումով, 18 թվականից հետո պետք է ազնիվ լինենք եւ ասենք, որ պետության կոշտ, կոպիտ միջամտությունը ձեռնարկատերերի, ասենք, գործունեության մեջ եւ ապօրինի, կոռուպցիոն եւ այլն, այդ ամեն ինչը կարծես թե քայլ առ քայլ պետությունը կարողացել է ձեռնարկատերերի համար ստեղծել բարենպաստ պայմաններ, հա? Չնայած մենք տեսնում ենք, որ այն ամենայնիվ, ասենք, հարկերից խուսափում եւ էլի լինում է, դա, բայց պետությունը չի միջամտում, չի խանգարում, ինչ որտեղ նաև նպաստում է, հնարավորություններ է տալիս իրենց ուրեմն արտադրական հնարավորություններ, իրենց պոտենցիալ, իրենց կարողությունները զարգացնելու։ Բայց արդյոք դա բավարար է։ Իհարկե բավարար չէ, որովհետև մենք չունենք այն միջավայրը, երբ կարող ենք ասել, որ ամեն ինչ եւ օրենսդրորեն եւ վարքագծով արդեն ունենք այնպիսի տնտեսական հարաբերություններ, որ մարդիկ կարող են ազատ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվել եւ բարիք ստեղծել։ Եվ ընդ որում ասեմ նաեւ բարիքի բաշխման առումով խոսքը նաև մեր ընդհանուր պետական բյուջեի մասին է, չէ՞։ Միայն այն գյուղատնտեսական եւ այլ բարիքները չեն, որ ստեղծվում են։ Բյուջեն, այդ բյուջեի տնօրինման խնդիրը մենք տեսնում ենք, որ բազմաթիվ դեպքեր կան եւ մեր քաղաքացիները պարզապես դժգոհ են, չեն հասկանում, թե ինչու են բյուջեի աշխատողները այդպես տեղի ունենում, հա։ Դրանք պետք է թափանցիկ լինեն, դիտե ժողովրդավարությունը պահանջում է բացատրելի պատասխանատվություն, բացատրելի եւ այդ բացատրելին պետք է ըմբռնելի լինի, եթե հասարակությունը քաղաքացին չի ընդունում այդ բացատրությունը, դա էլ է խարխրում հավատը եւ մեր մեր ծրագրում մենք նշել ենք, որ մենք պատկերացնում ենք, որ քայլ առ քայլ պետք է գնանք նրան, որ գիտությանը հատկացվի հնա 2%,
պաշտպանությանը 5%։ Հա, գիտությանը, կրթությանը Միասին չէ, կրթությանը 6%, պաշտպանությանը 5%, առողջապահությանը 7%, եւ սա լինի ինչ-որ բացատրելի թե Բայց դա մի անգամ մենք պետք է քննարկենք ձեր այո, եւ բացատրելի լինելուց նաեւ ընկալելի հասարակության կողմից թե ինչու է դա մեծ անհրաժեշտ։ Իդեպ այսօր էլ Հայաստան էր այցելում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչը եւ մենք ըստ էության ՆԱՏՕ-ի անդամ չլինելով գոնե պաշտպանության մասով այն նշաձողը բյուջետային ծախսերի 5%-ի, որը Թրամփը դրել է իր ՆԱՏՕ-ի դաշնակիցների վրա եւ ոչ բոլորն մենք արդեն հասել ենք Թրամփի դրած։ Այո։ Շատ մոտ ենք արդեն։ Չէ, ուրիշ հենց այդտեղին համապատասխան ենք։ Առողջապահության առումով մեր ծախսերն էլ գնալով մեծանալու են, բնականաբար, որովհետև այս համակարգը համընդհանուր ապահովագրման նաև այո մեծ ծախսեր է պահանջում։ Բայց ես շատ պիտի ուզեմ, որ մենք խոսենք շատ կարևոր արձանագրումներ արեցիք հատկապես միջավայրի մասով։ Եվ մենք էլ հասկանում ենք, որ օրինակ միջազգային մակարդակի գիտական նվաճումների համար բավարար պայմաններ դեռևս եւ միջավայր դեռևս չենք կարողացել ձևավորել, բայց դա ուղղակի այլընտրանք չունի, որովհետեւ երբ մենք ուրախանում ենք, որ մեր հայրենակից Արտեմ Փաթափությանը Միացյալ Նահանգներում Նոբելյան մրցանակակիր է դառնում, դրա գաղտնիքը պիտի Աջեմօղլուն գաղտնիքը պիտի փնտրենք ոչ թե նրա մեջ որ Փաթափությանը կամ Աջեմօղլուն, այլ միջավայրը, որ իրենց ուղակի այնպիսի մրցակցային հնարավորություններ է ստեղծում, որ նրանք հասնում են լինելով հայ, բայց ամերիկյան դրոշի ներքո իրենք ուրեմն Նոբելյան մրցանակների են արժանանում։ Մենք ուղղակի այլ ընտրանք չունենք։ Այդ տաղանդը ունենալով մենք պարտավոր ենք այդ միջավայրը ստեղծել։ Իսկ այն ինչ դուք ասում եք, գալիս է մի շատ կարևոր ուրիշ հարցի։ Առանց արդարադատության եւ արդարության այդ ուրեմն եկամուտը բաշխելու ինչպիսի խզում չի կարող լինել։ Այդտեղ մենք երկու խնդիր ունենք։ Մեր ծրագրային ամենակարևոր մասը վերաբերում է արդարադատության։ Առանց դատական համակարգի առողջացման, առանց վեթինգի եւ բարեվարկության հստակ կանոնների, որտեղ դատական համակարգում տեղ կգտնեն միայն ամբասիր վարկագիծ ունեցող, կենսագրություն ունեցող անհատներ, որոնք մեր ճակատագիրը կտնօրինեն եւ ամենակարևորը ներդրումները կպաշտպանեն, որտեղ չի կարող լինել մի երկրում տնտեսական առաջընթաց, եթե այդտեղ չկա դատական այնպիսի համակարգ, որտեղ մարդը վստահավոր իր իրավունքները սեփականությունը կկարողանա դատական կարգով պաշտպանել։ Ուրեմն սրանք այսքան կապված իրողություններ են, իսկ այդ եկամուտների բաշխման իմաստով չափազանց կարևոր է քաղաքական համակարգը չի կարող ձևավորվել առանց ձեր նշած այդ եկամուտների բաշխման, երբ որ փոքր կուսակցությունները, մեծ կուսակցությունները դիմում են հանրությանը եւ հանրությունը ինքը ֆինանսավորում է իր քաղաքական էլիտային։ Հիմա ինչ իրավիճակ ունենք, երբ այսպես շնաձկները, միլիարդները դրսերից ապօրինի բերված եւ պետական ինստիտուտներ չկան, որոնք ուղղակի կֆիլտրեն, թույլ չեն տա որպեսզի այդ մրցակցային մթնոլորտ ստեղծեն։ Ինչը պետության կարևորագույն պարտականությունն է հավասար պայմաններ ստեղծել իմ եւ մյուսների համար, որովհետեւ նա ով միլիարդներ ունի ապօրինի, չի կարող իր նկատմամբ առավելություն ունենալ։ Եվ սա չի կարող գնել, այո, չի կարող գնել մարդու եւ մարդկանց խմբերի ձայները։ Բայց մենք հասկանում ենք, որ այդ մարդիկ հարստացել են հենց առնելով, ուղղակի մարդկանց առնելով։ Ամենացինիկ ձևով։ Եվ սա ինքնին արդեն եկանք նորից ժողովրդավարության ակունքներին, որ ինքնին հակառակա ժողովրդավարական։ Սա մի արատավոր շղթա է, որ մենք տեսանք 2 տասնամյակ գնել, հետո հարստանալ, ձայն գնել, վերցնել կառավարման ղեկը, ես չեմ սիրում իշխանություն բառը օգտագործելը, որովհետև
ըստ էության դրա պետական կառավարիչներն են, մեծամասնություն, փոքրամասնություն գնել վերցնել կառավարման ղեկը հարստանալ։ Եվ այդ հարստության մասով նորից գնել, նորից շարունակել կառավարել եւ հարստանալ։ Հիմա դա կարծես թե ինչ որ մի պահ ընդհատվեց, հա։ Դա կոչվում է պետության զավթում։ Հա, պետք է ընդհատվել դա, ընդհատվեց պետության զավթում։ Բայց Այդ գնել կոչվածը զավթում են։ այս 8 տարի հետո ինչու են նորից այդ մարդիկ ստացել լեգալ իրավունք այս արաբանոր շղթան օգտագործելով պահել են իրենց կառավարումը եւ հարստացել, նորից հայտ են ներկայացել եւ ելի ուզում են գնել։ Ոչ թե Իրենք կարող են ուզել, պետությունը հարստահարել։ Այո, այո։ Կեղեքել։ Այո, հարստահարել։ Ոչ թե հարստանալ բարի ստեղծել, այլ կեղեքելու հաշվին։ Պետությունը, ոչ թե իշխանությունը, պիտի ունենա այնպիսի ֆիլտրեր, այնպիսի միջոցներ, որոնք ուղղակի անհնար դարձնեն այդպիսի հնարավորությունը։ Տեսեք, այդպիսի հերանեկարից նույնիսկ եվրոպական առաջատար երկրները պաշտպանված չեն։ Մեր աչքի առաջ Հունգարիան Ինչ դարձավ 16 տարվա ընթացքում։ ուր հասցրեց մի Օրբանը, բայց հասարակությունը իր ներսում գտավ այդ ուժը եւ հիմա Փառք Աստծո Հունգարիան վերադառնում է իր բնական հուն։ Դա շատ կարևոր ցուցիչ է նաեւ նրանց համար, ովքեր շատ այսպես վատատեսական տրամադրություններ են տարածում, բնակչության շրջանում քաղաքացիների մեջ Եվրոպան փտտում է, ինչ Եվրոպա։ Դուք տեսաք Եվրոպան ինչպես մաքրեց այդ երկիրը։ Այո։ Մաքրեց մեկ ախտահարված բջիջ իր մասից 27-ից մեկը մաքրեց եւ ասեց վերադարձի ընտանիք եւ հունգարները տվեցին սահմանադրական մեծամասնություն ընդդիմության։ Իսկ վերադարձան եվրոպական ընտանիք։ Իրենք նրանց իսկ բոլոր ներողություն Ռուբեն, նրանց բոլոր ձեռքբերումները վերջին տասնամյակներում Եվրոպական միության անդամակցություն։ Իդեպ հիմա էլ այդ Եվրամիության այդ միացյալ դատախազությունն է այնտեղ մուտք գործելու, ինչը Օրբանը թույլ չէր տալիս։ Հիմա նրանք գալու են եւ մենք դեռ կտեսնենք ինչ գզրոցներում ինչ քեյսերն հավաքվելու դրա հետ կապված։ Ազատ նաև տեսեք դու դժվար հարցեր չտասի։ Երկու ժամկետ պետության համար ամենավճռորոշ տարիների դուք եղել եք պատգամավոր մեր օրենսդիր մարմնի, որ էր անունը փոխեց, Գերագույն խորհուրդ դարձավ ազգային ժողով։ Այս հարցերի մասին այն ժողովրդավարեցման առաջին ալիքի ժամանակ էլի խոսում էին, բայց այդ ամենը վիժեցվեց 98-ի պետական հեղաշրջման արդյունքում, դե հետո պարլամենտի այդ տերորիստական ակտից, հետո դրա քաղաքական շահառուները, որ 20-ամյա կրիմինալ բռնապետություն ստեղծեցին Հայաստանում եւ հիմա մենք նորից գալիս ենք այն օրակարգի, ինչի մասին մեր անկախության այդ ծննդյան տարիներին հնդերյակ կարելի է ասել։ Այո, խոսվում է 95 թվական։ Այո, մինչև 95 թվական։ Կարելի է տասնամյակ ասել պերեստրոյկան վերցնել, որովհետեւ տեսեք Դրան նախորդած շրջանն էլ մեզ համար նաև ազգային վերազարթոնքի շրջան էր, որը կանգարում եմ հարցը։ Չէ, որպեսզի չբարթացնի։ ասելիքս ինչն է, հիմա ոնց որ նորից ենք փորձում վերադառնալով այդ օրակարգին, բայց միանգամայն արդեն այլ պայմաններում այս օրակարգը ի վերջո դարձնել իրականություն եւ նաեւ դրանով իսկ դիմակայունություն հաղորդել մեր պետությանը։ Որ սխալներն էին, որ թույլ տրվեցին այն ժամանակ, ինչին մատների արանքով նայվեց այդ ամեն ինչին, հա, ինչպես թույլ տրվեց, որ այդ լավագույն այդ իդեալները այդ աստիճանի դեգրադացվեն, դրանց նկատմամբ ցինիկ վերաբերմունք ձևավորվի անտարբերություն հասարակական եւ արդյունքում էլ ֆոն այդ հեղաշրջման համար եւ պետությունը դարձավ ուղղակի արդեն ցած ծովեն անելու մի ինչ-որ առարկա, որ մենք տեսանք էլ արդեն գույք պարտքի դիմաց, էլ գազամատակարարման համակարգում մեր
փայաբաժնի նվազում մինչև 0%, հետո վերջին վատությունն էլ մարտի 1-ից առաջ դա երկաթգից մինչև հիմա դրա տակից դուրս չեն գալիս։ Որ սխալներին դուք մատնացույց կանեիք համեցեք։ Օրինեմ, որ ինչ չափով ես բաժնետել եմ այդ սխալների ինքնակնդադատաբար հիմա ես պետք է խոսեմ, ես ինձ համարում եմ ազնիվ մարդ։ Մենք էլ ենք այդպես կարծում։ Շնորհակալություն։ Եվ շատերը։ Ես հայրս վերջերս Արմեն Դարփինյանը օգտագործեց նախկին վարչապետը Որոգայթ փառած։ Ինչ։ Որոգայթ փառած Շամիրյանի։ Մենք գտել ենք այդ պատկասին ինչ հետաքրքիր ժառանգություն ունենք։ Մենք չօգտվեցինք ժառանգությունից, այդ Գերագույն Սովետ, Գերագույն խորհուրդը իմ կարծիքով հաջողությունից գլխապտույտ ապրեց։ Այն մենք գլխապտույտի մեջ մտանք, անկախություն հռչակեցինք, ժողովրդավարություն հռչակեցինք, Արցախը միացրեցինք։ Դա մեզ մեծամտածրեց։ Չապահովեցինք ինստիտուտները։ Մեզ թվում էր, թե մենք հայրենասեր ենք։ Ծովացանքների։ Դա բավարար է։ Մեզանից հետո գալու են ավելի հայրենասերներ, այսինքն այդ անվտանգության մասին ինստիտուտային գործիքներ չստեղծեցինք։ Առաջի սահմանադրության մեջ, այդ որոգայթի մեջ նույնիսկ մարդու իրավունքները չէինք գրել։ Տարօրինակ է, չէ՞։ Մենք այդ գրել էինք, որ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը որևէ ձևով քննարկման ենթակա չէ։ Հանրաքվե, հանրագիր, միություններ, ինչ Ռուսաստան, Բելառուս միություն կամ Արտաշես Գեղամյանը այդ ուղղությամբ կար, այո, Գդալյան Իվանովներ կային եւ այլն։ Ուրեմն մենք ես կարծում եմ, որ երկու սխալ արեցինք մենք։ Ինքնա մենք մեր արածից շատ գոհ մնացինք, չստեղծեցինք մրցակցության, ազատության պայմաններ չստեղծեցինք։ այո, շատ Տարօրինակ էր։ Նույնիսկ մենք մարգինալացրեցինք հայոց համազգային շարժման եւ դաշնակիցը, ես դաշնակիցն էի հայոց համազգային շարժում, դրա համար եմ ասում ինքնակնդադատաբար ասեմ, փոշիացրեցինք պոտենցիալ մեր մրցակիցները գործընկերներին, այ չթողեցինք, որ նրանք աճեն։ Մեր ընկերներից մեկը Հնչակյան, Եղիան Աչարյանը, ասում էր, որ հայոց համազգային շարժումից բացի մյուս քաղաքական կուսակցությունները արախմած շնիկների կարգավիճակ ունեն, գաճաճ են մնալու։ Խնջուկի ժամանակ ասեց։ Մենք այն ժամանակ դրանով զբաղվում էին։ Ամեն հավաքույթներից հետո ասում եմ հաղթանակներ կային ու դա մենք չդարձրեցինք, այ դա էր, որ հանձնվեցինք, ուզում եք ասեմ, մենք հանձնեցինք եւ հանձնվեցինք։ Եվ արդյունքում հնարավոր դարձրեցիք եւ այո, այդ արյունոտ 20-ամյակ, երբ Ռոբերտ Քոչարյանը եկավ եւ ուժի ուղակի սպառնալիքով զավթեց պետությունը, որն էլ անխուսափելիորեն 2099 թվականի արդեն խորհրդարանական ժողովրդավարական ընտրությունների դեմ ուրեմն տեղի ունեցավ հոկտեմբեր 27-ը ըստ էության դրա հիմքում էլ թույլ չտալներ, որ Հայաստանում ժողովրդավարությունը ամրապնդվի, որտեղ կար շանս, որ Վազգեն Սարգսյանի եւ Կարեն Դեմիրճյանի այդ միասնությունը կարող է Հայաստանին վերադարձնել ուրեմն ժողովրդավարությունը եւ այո, եւ մենք կարող ենք պետություն դառնալ։ Այդ օրը մեզ ձեռնոց նետված, մեր պետականությանը նետված այդ գրակոծը հենց մեր պետականությունը նաև այո ուղղությամբ էր եւ դրան հաջորդած ամբողջ տասնամյակները քաղաքական հետապնդումներ, սպանություններ մինչեւ մարտի 1 լճացումը, դեգրադացիան պետական ինստիտուտների մտահոգության մասին այո մեր մտահոգությունը մյուսներից տարբերվում է նրանով որ մենք ոչ միայն մտահոգ ենք մենք նաև պատրաստ ենք ձեռքներս քշտել եւ
գործ անել, որտեղ պատկերացնում ենք նաև թե ինչպես պիտի անենք, պատկերացնում ենք մեր համեստ դերակատարումը դրանում եւ տեսնում ենք, որ այդտեղ այո, ընդդիմությունը անելիք ունի, որովհետև ընդդիմությունը չի կարող լինել պետության թշնամին։ Այն ինչ մենք ունենք այսօր, եւ կոչվում են նրանք, ովքեր կրակում էին հայկական ժողովրդավարության վրա հոկտեմբեր 27-ին եւ մարտի 1-ին, այդ նույն ընդդիմադիրները, այդ նույն գործիչները այսօր պետության դեմ ավտոմատներով կանգնած հունիսի 7-ի ընտրությանն են սպասում։ Հայտ են ներկայացնում։ Ինձ մի հետաքրքիր բան հիշեցրեց պարոն Աշակյանի քաղաքական կուսակցությունների մասին այդ միտքը։ Վերջերս ես մի վարժություն էի անում, վերցրեցի A4 ֆորմատի մի թուղթ եւ սկսեցի գրել անկախությունից հետո Հայաստանում քանի կուսակցություն մասնակցեց ընտրություններին, մասնակցեց պետության կառավարմանը եւ ինչ եղավ այդ կուսակցությունների հետ։ Ես սա դիմակայունության առումով չափազանց կգրել քաղաքական համակարգը բացարձակապես փլուզված է, որովհետեւ ես 24 կուսակցություն իմ հիշողության մեջ մտաբերեցի եւ հիմա ցավում եմ։ Իհարկե նրանք իրենք արժանի էին իրենց պատմական ճակատագրին, որ ունեցան, բայց ես ցավում եմ ասել, թե նրանք ինչի վերածվեցին։ Յուրաքանչյուրը եկավ, մասնակցեց, ինչ որ մասով մասնակցեց, այդ կարծես թե մի այսպես ՍՊ-ի էին պատկերացնում, էլի, պես սահմանափակ պատասխանատվության, որը կոչվում է անպատասխանատվության ընկեր, որտեղ իրենք իրենց բաժինը պետք է բաժնե մասը վերցեցին, հեռացան։ Ձայներ չեն հանում կար, որը ստեղծվում էր ամիսների մեջ, տանում էին փողը տալիս էին Սերժ Սարգսյանին եւ տեղ էին ստանում խորհրդարանում։ Հիմա ձայներ չեն հանում։ Թվականի ընտրությունների մասին է կարող եմ անունն տալ, ուղղակի երևի դրա ժամանակը չի։ Էս է եղել։ Հետևաբար այդ համակարգում այլ բան քան այն ինչ որ մեզ հետ տեղի ունեցավ 8 տարի առաջ չէր կարող չլինել ուղղակի հեղափոխությունը այլևս անհրաժեշտություն էր, որտեղ մենք ամեն օր հասունացնում էինք հեղափոխությունը եւ այսօր էլ այն հետևանքները, որի մասին մենք խոսում ենք եւ այն արձանագրումներն ու մտահոգությունը, որի մասին խոսում ենք, այո, հետհեղափոխական իրողությունների արդյունքը եւ մեզ պետքա շատ արագ դուրս գալ այդ իրողություններից, երկիրը ինստիտուցիոնալ հիմքերի վրա դնել եւ թույլ չտալ նոր հեղափոխական process-ների, որտեղ պետությունը չի դիմանա ուղղակի, որի դիմակայունության ամրապնդման սյուներից մեկը հենց քաղաքական համակարգն է, քաղաքական կուսակցությունները մենք ջատագովն ենք, որպեսզի այն 100 քանի 126 գրանցված կուսակցություններից գոնե 4-ը 5-ը կենսունակ լինեն, գաղափարական մտքի, մրցակցության եւ այլն, ոչ թե նյութական միջոցների։ Առավել եւս որ Հայաստանը խորհրդարանական կառավարման երկիր է եւ այդտեղ հնարավորությունները հատկապես կուսակցություններինն են դրսևորվելու, մրցակցելու միմյանց միջև եւ ասպարեզ դուրս գալ։ Որպես ամփոփում, քանի որ մեր եթերային ժամանակն ավարտն, այո, Հայաստանը պարլամենտական ժողովրդավարություն է, դա մի շենք է, որի աղյուսները դա կուսակցություններն են։ Այսինքն, երբ մենք խոսում ենք պետության դիմակայունության մասին, սրանից ուղիղ բխում է, որ յուրաքանչյուր կուսակցություն իր պատասխանատվությունն ու դերն ունի պետության դիմակայունության ապահովման, ժողովրդավարության, իր գործունեությամբ ժողովրդավարական համակարգի շրջանակներում։ Եվ այստեղ չափազանց կարևոր է նորից արձանագրենք, որ ժողովրդավարությունը չի կարող կախված լինել մի անձից, մի քաղաքական ուժից եւ մի ընտրական ցիկլից։ Մեզ չափազանց կարևոր է, որ ընդհանրապես քաղաքական գործընթացներին մասնակցող բոլոր քաղաքական սուբյեկտները պիտի համախոհ լինեն, որ ժողովրդավարությունն այլ ընտրանք չունեցող ոչ թե կախված լինի մազից, այլ հենված լինի շատ ամուր ֆունդամենտի վրա։ Չափազանց կարևոր է։ Շատ Շնորհակալություն, շնորհակալություն Մազա։ Մենք հուսով ենք, որ շարունակելի կլինի մեր այս մենք ամենօրյա ռեժիմով երևի թե այս եթերներն արդեն կունենանք, որովհետև խոսելիք շատ կա
բացի դրանից էլ նաև մեր ցուցակի այլ տեխնացուներին ներկայացնելու, նրանց եւս իրենց մտքերն արտահայտելու հնարավորություն է անհրաժեշտ, նաև մեր հեռուստադիտողներին ենք պարտավոր հաշվետու լինելու, թե մենք ովը քիմ չենք ուզում։ Նախկին գործընկերները առողջապահության համակարգը սպասում է, որ ես ինչ որ բան պետք է ասեմ համակարգի վերաբերյալ։ Անպայման մենք ես անոնսով ասեմ, որ ես նրանց սպասելիքները կարդարացնեմ։ Շատ լավ։ Մի քիչ համբերություն, մի առանձին հաղորդում միգուցե Համբերությամբ։ Շնորհակալություն պարոնայք, շնորհակալություն Ազատ, շնորհակալ եմ Թաթուն, շնորհակալ եմ Արման, շնորհակալություն հարգարժան տիկնայք եւ պարոնայք, որ այսքան մեզ դիմացաք։ Միշտ օր հանդիպում, խաղաղություն եւ ամենայն բարիք։